Առօրյա խոսակցականի համար ինչ անգլերենի իմացում մակարդակի անհրաժեշտ է A2 մակարդակ։ Եվ իմ գրքերում A1, A1+, A2, A2+, եթե այդ ամբողջը սովորել եք, ազատ առօրյա խոսակցական հանգիստ կարող եք հաղորդակցվել մարդկանց հետ։ A2+-ում ես այսպես ամփոփել եմ այն բոլոր թեմաները առօրյա խոսակցականում, որ ձեզ անհրաժեշտ է։ Հիմա եկեք կարդանք, տեսեք, թե A2+-ում ինչ թեմաներ եմ ներառել։ Գնումներ մթերային խանութում, հագուստի խանութում, վարսավիրանոցում, պիցցա պատվիրել, բժշկի մոտ, ընդհանուր բառապաշարը, ատամնաբույժի մոտ, վարձակալել բնակարան, բենզալցակայանում, Starbucks-ում, հյուրանոցում, սեղան ամրագրել ռեստորանում, հասարակ SIM քարտ գնել կամ ինտերնետի հետ կապված, Wi-Fi-ի միացում, տանը Wi-Fi-ի կարգավորումներ եւ այլն։ Այն բոլոր առօրյա խոսակցականները, որ ձեզ անհրաժեշտ են, եւ ինչպես նաեւ օդանավակայանի բառապաշարը։ Այն բոլոր առօրյա խոսակցականները, որ սովորական, երբ որ գնում եք ուրիշ երկիր, ամենաանհրաժեշտ բառապաշարն է, որ պետք է իմանաք։ A1, A1+-ում իհարկե թեմաները սովորում եք, եւ sense A2+ գրքում, A2+ մակարդակի գրքում ես ամբողջ այդ թեման sense մի հատ ամփոփել եմ, ու sense հատ-առհատ գրել եմ, հա, մթերային խանութի բառապաշարը, հետո ինձ, երկխոսություններով, բառերով, հետո տակը նախադասություններ եք կազմում, որ ինքներդ զարգացնեք ձեր գիտելիքները, այսինքն բառերը սովորում եք, բայց բառերով մինչև նախադասություն չկազմեք, դուք ինքներդ վստահ չեք, գիտեք թե չգիտեք։ Հետո հասարակ նախադասություններ եք կազմում եւ սովորում եք անգլերեն։ Ուղղակի շատ հեշտ A2+-ը այսպես ամփոփում է ամբողջ առօրյա խոսակցական բառապաշարը։